Հայաստանի Հանրապետության ամենափոքր քաղաքից Դաստակերտից 1.5 կիլոմետր հեռավորությամբ գտնվում է Դաստակերտի Պոչամբարը։ Ես հենց այս պահին Դաստակերտի Պոչամբարի տարածքում եմ։ Սա հետքի լրագրող Քրիստինե Աղալարյանն է։ Նրա ետևում Պոչամբար է, ուր տարիներ շարունակ լցվել են թունավոր թափոններ։ Այս Պոչամբարը առաջացել է 1951-ից 1975 թվականներին Դաստակերտի պղինձ մոլիբդենային հանքավայրի շահագործման և լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեության հետևանքով։ 1976 թվականին պղինձ մոլիբդենային հանքավայրը դադարել է շահագործվել։ Նույն թվականին կոնսերվացվել է նաև Դաստակերտի Պոչամբարը։ Չնայած նրան, որ Պոչամբարը վաղուց փակվել է և կոնսերվացվել է, հետազոտությունները ցույց են տալիս, որ այն շարունակում է աղտոտել շրջակա միջավայրը, մասնավորապես այս տարածքով անցնող գետերը։ Այս տարածքով անցնում է Կշկոշտի գետը, որպեսզի այն շրջանցեր Պոչամբարի տարածքը, կառուցվել է հատուկ ջրահեռացման համակարգ Պոչամբարի եզրագծով։ Ջրահեռացման համակարգը տարիներ հետո փլուզվել է, և գետը այլևս սկսել է հոսել Պոչամբարի տարածքով, առաջացնելով մեծ փոսեր և խոռոչներ։ Կշկոշտի և Այրի գետը հատվում են Պոչամբարի ստորին հատվածում։ Դաստակերտի հանքավայրից վերև այդ նույն գետերից վերցված փորձանմուշների արդյունքները ցույց են տվել, որ վերին հատվածներում դրանք որակվել են որպես լավ, այսինքն երկրորդ դասի, իսկ Պոչամբարից ներքև ջրերի որակը փոփոխվել է և դարձել է վատ, այսինքն 5-րդ դասի։ Այրի գետից օգտվում է երկու բնակավայր՝ Տորոնիկն ու Տոլորսը։ Բնակիչները գետի ջուրն օգտագործում են ոռոգման համար։ Մեր գյուղը ոռոգման ջուր չունի, 95% կարելի ասել Այրի գետով ենք ոռոգում։ Մենք նկատում ենք հողի մեջ շերտ է տարեկան ավելանում է, այդ մոլիբդենի այս բան սլոյ գնում է, բայց որ հողի որակական հատկանիշները փոխվում է, ավելի մածուցիկ է դառնում, ոչ թե փխրուն, այլ կորցնում է իր փխրունությունը։ Այդ ակները վերևում է։ Հայաստանի թունավոր գետերը վերնագրով հետաքննական ֆիլմում Քրիստինեն մանրամասն ուսումնասիրել է Դաստակերտի և այլ հանքերի Պոչամբարների վնասակար ազդեցությունը։ Այն արդեն հրապարակվել է մեր YouTube-ում, հղումը կլինի նկարագրության մեջ, անպայման դիտեք ֆիլմը։ Իսկ այս էպիզոդում ես զրուցել եմ Քրիստինեի հետ, որը մանրամասներ է պատմում իր հետաքննությունից։ Միասին մենք կհասկանանք Պոչամբարների խնդիրը և թե ինչ է անում կամ չի անում պետությունը այն լուծելու համար։ Անպայման լսեք մինչև վերջ ու արեկեք այս էպիզոդը բնապահպանությունով հետաքրքրվող ձեր ընկերներին, վստահ եմ, որ այն շատ օգտակար կլինի նաև ուսանողների և հետազոտողների համար։ Անպայման բաժանորդագրվեք հետ podcast-ին, այն հասանելի է podcast լսելու տարբեր հարթակներում։ Գնացինք։ Հետաքննող լրագրողներից հետ podcast։ Ողջույն Քրիստինե։ Բարև Սամսոն։ Քանի որ քո հետաքննության մեջ օգտագործում ես տարբեր տերմիններ կապված հանքերի շահագործման եւ դրանից հետո այդ process-ների հետ, արի միանգամից հասկանանք, թե ինչ է նշանակում կոնսերվացնել Պոչամբարը։ Ինչ ենք հասկանում դրա տակ։ Տեսեք, հանքարդյունաբերության հետևանքով առաջացած թունավոր նյութերը անվարվում են մի վայրում, որը եւ ջրեր են, եւ շլակներ են, եւ պոչեր են, եւ նաեւ ծանր մետաղներ պարունակող նյութեր են։ Այդ անվարված տարածքը Պոչամբարի տարածքն է համարվում, եւ երբ որ հանքարդյունահանումը ավարտվում է եւ ընկերությունը դադարում է շահագործել հանքը, կամ էլ նույնիսկ եթե չի դադարում, այլ Պոչամբարի մեջ է սկսելու կուտակել այդ նույն նյութերը, ապա տվյալ Պոչամբարը պետք է ինչ-որ ձևով առանձնացնել, որպեսզի այդ նյութերից արտահոսքեր չլինեն, որպեսզի չգնա շրջակա միջավայր, չախտոտի մեր բնությունը, եւ չգոյանա նաեւ այնպիսի տեղերում, որտեղից մեզ է շղթայաբար հասնելու մեր օրգանիզմներ։ Այդ այսպես ասած փակումը, կոնսերվացումը հենց այնա, որ ինչ որ ձևով պետք է տարածքը առանձնացվի, ինչ որ ձևով դադարեցվի որևէ տեսակի արտահոսքը եւ այնպիսի ենթակառուցվածք ստեղծվի, որ ջրերը չլցվեն մեջը, մարդիկ չմտնեն, կենդանիներ չմտնեն, չփորփրեն հողը, շերտերը դուրս չգան այդ թունավոր նյութերի պարունակությամբ, այդ process-ը համարվում է կոնսերվացում, առանձնացվում է եւ բնությունից եւ այլ շփումներից, տարբեր շփումներից։ Ես այսպես շատ բնական փորձեցի բացատրեմ, որ տերմիններ չլինեն, հասկանալի լինի։ Ու երբ որ ինչքան հասկանում եմ, երբ որ կոնսերվացնում են այդ Պոչամբարը, հետո այդտեղ արդեն նաև
աճում են ծառեր, ինչ որ Ոչ, չեն աճում ծառեր, մինչև որ դա չի ռեկուլտիվացվում։ Պոչամբարը մնում է այն տեսքով, ինչ որ կա, բայց եթե փակվում է եւ ինչ որ չափով ռեկուլտիվացվում է, այսինքն վերևի շերտը հող է փռվում, կանաչ ծածկա, դա արհեստականորեն պետք է արվի, որտեղ բնականում ինքը չի աճի, եթե իհարկե կոնսերվացված չլինի պատշաճ ու կողքերից հողը չմտնի, ջրով, գետից արտահոսքերով հող չբերի վրան չլցնեն, ապա դա պետք է արվի ինչ-որ ձևով, գոնե մինիմալ ռեկուլտիվացիոն պետք է արվի, որ այդ ծառեր աճեն կամ չգիտեմ ինչ-որ խոտածածկ լինի, ինչպես որ եղել է դաստակերտի պոչամբարի պարագայում։ Աստան ռեկուլտիվացիան հաջորդ փուլն է կոնսերվացումից հետո։ Այո, ռեկուլտիվացիան հաջորդ փուլն է կոնսերվացումից հետո, բայց ռեկուլտիվացիան կարող է շատ երկար տարիներ հետո իրականացվել, որովհետև ինչ պատճառներ լինեն, որտեղ պոչամբարը դեռ հնարավոր է փակեն եւ կոնսերվացվեն հետագա շահագործման համար, կախված է թե ինչ պլաններ կան պոչամբարի տարածքի հետ կապված, եթե դա ամբողջությամբ լցված է, ապա այո, պետք է կոնսերվացնել եւ անմիջապես ռեկուլտիվացնել, եթե դա կիսատ է լցված, գուցե հետո պետք է հանքարդյունահանում իրականացվի, գուցե ինչ որ պատճառով արդյունահանումն է դադարել, դրա համար պոչամբարն է մնացել այդ վիճակում, տարբեր պատճառներ կարող են լինել։ Քան նյութում նշում ես, որ կա Հայաստանում 23 պոչամբար, որից 11-ը կոնսերվացված է, այսինքն այս process-ի միջով անցել են շահագործողները հանքի, բայց միևնույն է խնդրահարույց պոչամբարներ կան եւ դրանցից մեկը դաստակերտի պղնձամոլիբդենային հանքի պոչամբարն է։ Ճիշտ ասացի։ Ճիշտ է, այո։ Ես ուզում եմ մի փոքր պարզաբանել, մենք պաշտոնական տվյալներով ունենք 23 պոչամբար, բայց մեզ որևէ կառույց չի տրամադրել չրեկուլտիվացված պոչամբարների ցանկը, դա հաշվարկել եմ ես, հիմնվելով փաստաթղթերի գերատեսչությունների տված տվյալների եւ անձնական դիտարկումների վրա։ Այսինքն 11 թիվը, որ ռեկուլտիվացման ենթակա են, դա մեր հայտնաբերած թիվն է։ Եվ բոլոր այն գերատեսչությունները, որոնք պարտավորված էին հաշվարկանել եւ տրամադրել պատշաճ ճիշտ տեղեկատվություն, հրաժարվել են այդ տեղեկատվությունը տրամադրել։ Իսկ այն 5 պոչամբարները, որոնք առանձնացված է որպես առավել վտանգավոր, դա շրջակա միջավայրի նախարարության տրամադրած թիվն է, որոնք ուսումնասիրվել են նախարարության աշխատակիցների կողմից։ Այդ պետական կառույցների կողմից պատշաճ չպատասխանելու հարցին դեռ կանրադառնանք, բայց դաստակերտի օրինակով դու շատ լավ ֆիլմ ցույց ես տալիս, թե ինչ է լինում, եթե պոչամբարը պատշաճ կերպով չեն մշակում, հա, շահագործումից հետո հետաքրքիր է, որ 1970-ականներին արդեն դադարել է աշխատանքը, հանքը, բայց մինչև հիմա այդտեղ ապրող բնակչությունը զգում է իր վրա այդ հանքի ազդեցությունը։ Այո, որտեղ ծանր մետաղները չեն կարող վերանալ, ծանր մետաղները մնում են հողում շատ երկար եւ չկոնսերվացնել պոչամբարը կամ չդնել արգելքներ, պատնեշներ, չցանկապատել, դա շատ վտանգավոր է, որտեղ այդտեղ եւ արածում են անասուններ եւ մարդկային մուտքը շատ հեշտ է, ոչ մի տարբերություն, եթե դու չգիտես, որ այդտեղ պոչամբար է եւ ծանր մետաղներ, ոչ մի խոչընդոտ չկա, որ դու չմտնես այդ տարածքի կողքից ինչ որ բան չքաղես, աճած ծաղիկները այդ մեղուները, որ այնտեղ պահում էին, այդ նույն տարածքից, նույն ծաղիկներից էին իրենց մեղուն արտադրում, այսինքն ոչ մի խոչընդոտ չկար ու դու հանգիստ կարող ես անմիջական ազդեցություն կրել տեղում պոչամբարից, պոչամբարի նյութերից, ծանր մետաղներից։ Հետո քանի որ այդտեղով նաև հոսում են գետեր, մի քիչ դրա մասին էլ կխնդրեմ պատմես, գետեր են հոսում, հետո այդ հետազոտության մասին պատմես, ինչպես են հայտնվում այդ ծանր մետաղները կամ վնասակար նյութերը սննդային շղթայի մեջ։ Տեսեք, պոչամբարները հիմնականում այնպիսի վայրերում են, որոնք ծալքավոր են փոքրինչ եւ հարմար են, կորություն ունեն եւ հարմար են պոչեր լցնելու համար ու հիմնականում այդպիսի վայրերից գետեր են հոսում։ Այդտեղից երկու գետ կար, որ միախառնվում էին նույն տեղում, բայց հիմնական այն կշկոշտի վտակներ, որ հոսում էր ու ժամանակին կառուցվել էր ջրահեռացման համակարգ, խողովակները երևում էին կային, բայց ինչ որ ժամանակներ այդ ջրահեռացման համակարգը վթարվել է, վնասվել է եւ գետը սկսել ամբողջովին հոսել
անմիջական պոչամբարի մեջտեղով։ Եթե դուք դրոնի մեծ լուսանկար տեսնեք, այդ գետի հոսքի տեղը ծառեր էին աճել եւ ոնց որ չես հասկանում, որ այդ պոչամբար է, նշանակում է գետի հոսքով ինչ որ հող է եկել, բուսականություն է ստեղծվել, տարիներ շարունակ ջուր կա, արդեն ինչ որ լավ բարենպաստ պայմաններ է ստեղծվել եւ դրա համար կանաչել էր այդ մասը, բայց այդ նաեւ նշանակում էր, որ գետը իր հետ տարել էր հոսքով տարել է ծանր մետաղներ, լցրել է այրի գետը, որ միանում էր այդ կշկոշտի վտակը այրի գետին, լցրել է այրի գետը, իսկ այրի գետով երկու բնակավայր էր ռոռոկվում, Դորոնիկն ու Տոլորսը, իսկ ամենավտանգավոր փաստը այն էր, որ այդ այրի գետով այդ նույն ջուրը հոսել է Տոլորսի ջրամբար, իսկ ջրամբարը մենք գիտենք ինչի համար է նախատեսված, որ այնտեղ զուտ ռոռոկման ջուր է կուտակվում շատ այլ համայնքների համար։ Այդ նշանակում է, որ մենք չգիտենք էլ քանի համայնք է ազդագիր դարձել այդ հոսքից ու ծանր մետաղներից։ Երկու համայնքները չեն, պոտենցիալ ավելի շատ։ Այո, պոտենցիալ շատ ավելի շատ։ Տոլորսի ջրամբարից ռոռոքում ստացող բոլոր համայնքները կարող էին ազդեցություն կրել, բայց Հայաստանում նման ուսումնասիրություն ցավոք չի կատարվել եւ նույնիսկ չգիտեմ ժամանակին, երբ որ նման դեպքեր արտահոսքեր տեղի ունեցել են, արդյոք պատշաճ վերահսկողությամբ փակվել են բոլոր այդ դրենաժային խոտանները եւ անցքերը, որոնց պատճառով այդ արտահոսքը եղել է։ Այսինքն հիմա երբ որ դու նայում ես պոչամբարին, դու տեսնում ես, որ դա արդեն կարծես թե պոչամբար չի, գրեթե այդ կուտակումներից քիչ բան է մնացել, որտեղ ամբողջը հոսքով գնացել է դեպի գետ։ Նաև այնտեղ հետաքրքիր էր, որ բնակիչները ասում էին, որ այդ ջուրը օգտագործում են ռոռոկման համար եւ պատմում էին, որ հողի մեջ ինչ որ շերտ է առաջանում, որ գույնը փոխում է, այսինքն այդ ծանր մետաղների արդյունքում հողը իր հատկությունները կորցնում է եւ գույնը կորցնում է, նույնիսկ կարելի է պես անձեն աչքով տեսնել որակը։ Այո, մենք ցավոք չենք պատկերացնում դա ինչ է նշանակում, դա պատկերացնում են տեղի բնակիչներ, որոնք ամեն օր տեսնում են այդ ամեն ինչու, այդ շերտերի, այդ գույները հողի շերտում, որ եկել են, մարդիկ հասկանում են, որ դա ինչ որ մի բան է, որ վտանգավոր է, բայց չեն հասկանում ինչքան վտանգավոր է, արդյոք արժի այդ կարտոֆիլը այնտեղից հանել, թե չարժի հանել։ Այն մեր հերոսն ասում էր, մայրս ասում է՝ մի վերցրեք այդ կարտոֆիլը։ Գուցե մեկը չի վերցրել, բայց այն մյուսը վերցրել է այդ հողից, այդ նույն հողից եւ սնվել է տարիներ շարունակ նույն կարտոֆիլից։ Ցավոք դաստակերտի օրինակը միակ օրինակը չէ, որ կա Հայաստանում եւ քո ֆիլմում նաեւ խոսում ես Ախթալայի պոչամբարի մասին, որը անմիջականորեն գտնվում է հենց Ախթալայի այդ վանքի կողքը, մի քիչ կպատմես նաեւ դրա մասին եւ չեխական կազմակերպության այդ վերլուծության մասին էլ, որ խնդրեմ կպատմես ինչ են բարձել։ Ինչու ենք մենք կենտրոնացել երկու պոչամբարի վրա, զուտ երկու օրինակ, երկու տարբեր մարզերից ենք վերցրել, որտեղ լորին Սյունիք, մեկը Լորին։ Հանքարդյունաբերությամբ հագեցած մարզերը, այդ երկու մարզն են Լորին եւ Սյունիքը։ Մի պոչամբար որոշեցինք, որը խոցելի էր վերցնել Սյունիքում, մյուսը Լորիում, բայց ամեն պոչամբար իր պատմությունն ունի առանձին։ Հիմա եթե գնանք Սոտքի պոչամբար վերցնենք, նա իր պատմությունն ունի։ Եթե գնանք Փխրուտ, մենք մի քիչ ենք անդրադարձել Փխրուտին ու ողջին, բայց եթե գնանք Փխրուտ, ինքը ուրիշ պատմություն կունենա, այնտեղ շատ մոտ բնակավայր կար, տուն կար ապրող, չգիտեմ այդ մարդիկ ոնց էին այդտեղ ապրում։ Ամեն դեպքում հիմա մենք գնացինք նաև Նազիկի պոչամբար, բայց դա Նազիկը միակը չէր, այնտեղ նաև Նահատակի պոչամբար կար, որի մասին հետք արդեն ֆիլմ արել էր, մենք չուզեցանք նորից անդրադառնալ։ Նազիկի պոչամբարը նույնպես շատ խոցելի վտանգավոր պոչամբար է, որովհետև պատվարը, որը պետք է որ պատվարը ծառայում է պաշտպանիչ որպես ինչ որ մի կառուցվածք է պոչամբարի արտահոսքի համար, կանխելու արտահոսքը, այդ պատվարը ամբողջությամբ արդեն պոչանքներ էին, այսինքն այդ դեղին շերտը լրիվ պատվարի վրա հոսած էր, պատվար որպես այդպեսին չկար։ Ու առանց ոչ մի մասնագիտական աչքի դու սովորական, եթե դու բնակիչ ես, կարող ես տեսնել ոնց է այնտեղից ջրային հոսքեր գալիս։ Այդ երևում էր այդ հոսքերը, իրենց ճանապարհները հարթած դեպի Ախթալագետը ոնց են լցվում։ Այդ ամեն ինչը երևում է։ Պետք չի որ ես լինեմ, չգիտեմ, հիդրոլոգ կամ չգիտեմ, բնապահպան կամ պոչամբարի մասնագետ, որ հասկանամ, որ այնտեղից այդ ամեն ինչը հոսում է դեպի գետեր։ Ու մենք կենտրոնացանք այս Նազիկի վրա, որը նաև վերջին շրջանում Ախթալայի եկեղեցու կողքին տուրիստական մեծ հետաքրքրություն
ցուցաբերել հետաքրքրություն առաջացնող տարածք է ու դա այսպես ասած թողնված է պետության կողմից բարձի թողի այսքան տարիներ հիմա ինչ որ մրցույթ անցկացվել արդեն նախագծանախաշվային ինչ որ փաթեթ կա բայց 2 տարի արդեն անցել է այդ արդյունք մենք դեռ չենք տեսնում Եվ չեխական ընկերության Արնիկան Հայաստանում վաղուց է աշխատում ու Նազիկում կոնկրետ Նազիկում էլ նահատակում էլ ուսումնասիրություններ իրականացրել էին եւ բացահայտումներն էին որ շատ բարձր էր ծանր մետաղների պարունակությունը մարդկանց անալիզներում մեզի եւ մազի նմուշներում ինչը շատ զարմացրել էր իրենց որովհետեւ համեմատել էին իրենց Եվրոպայում աշխատող, այդ ոլորտում աշխատող մարդկանց ցուցանիշների հետ բարձվել էր, որ սովորական երեխայի օրգանիզմում կա այնքան մկնդեղ, որքան կա այդ մկնդեղի ոլորտում աշխատող աշխատակցի օրգանիզմում։ Դա շատ սարսափելի ցուցանիշ է մեզ համար։ Լավ, հիմա արձանագրում ենք, որ պոչամբարները այսպիսի իրավիճակում են, բնականաբար հարցեր են առաջանում պետությանը, թե ինչ է անում պետությունը, այս ամենի համար պատասխանատու պետական մարմինները։ Եվ քո ֆիլմը նայելուց իմ մոտ այնպեսի տպավորություն ստեղծվեց, որ պետությունը առանձնապես հետաքրքրված չի այս process-ներով, համենայն դեպս նորմալ այս process-ները չեն գնում, պատասխանատվություն ոչ ոք չի վերցնում իր վրա եւ անդադ կարծես թե լրագրողին, որ հետաքրքրվում է, փորձում է պատասխաններ ստանալ, այսպես մի քիչ կոպիտ ասենք, ցրում են, որ չբզբզա, հա։ Մի քիչ դրանից խոսենք, ինչի պետությունը, պետական կառույցները այսպեսի մոտեցում ունեն ու մի քիչ դիսոնանս է, հա, մի կողմից ասում են զարգացնենք մեր պետությունը եւ այլն, բայց մյուս կողմից էլ իրական Հայաստանը լրիվ ուրիշ պատկեր ունի։ Տեսեք, նույնիսկ եթե իրենք գույքագրել են այդ 5 պոչամբարները, դեռևս դաստակերտի մասին ոչ մի ինֆորմացիա չկա, թե ինչա լինելու վերջ այդ պոչամբարի ճակատագիրը, այսինքն այսպես հոսքը տանելու է վերջանա, կարևոր չի ինչ ա եղել, ով ինչ օգտագործել է, ջրից ինչա ոռոգվել, արդեն գնաց է բրծել։ Երևի թե ես ենթադրում եմ այդպիսի մտայնություններ ունեն իրենք, չնայած իրենց իսկ ուսումնասիրությունները հաստատել են, որ այդտեղ դեռ կան վտանգավոր նյութեր, որոնք պետք է պատշաճ ռեկուլտիվացվեն։ Հիմա պետության համար այս բոլոր Հայաստանում եղած թունավոր կետերը ոչ միայն պոչամբարների մասով, այլ թունաքիմիկատներ կլինեն, աղբավայրեր կլինեն, չգիտեմ, նայրիտ գործարանի քիմիկատներ կլինեն, շատ ծանր հարց է եւ պետությունը չի կարող, այսպես ասած, եւ ռեսուրսներ տրամադրել այնքան, որ վերջնականապես լուծվեն այդ հարցերը եւ մարդկային ինչ որ չափով ռեսուրսի խնդիր կա, չգիտեն ոնց լուծեն այդ հարցերը գուցե։ Տեսեք 5 պոչամբարի համար մրցույթը հայտարարվել, երկուսումը հաղթող ճանաչվել, նախագծան նախահաշվային փաթեթի համար դեռևս։ Այսինքն ինչը հետաքրքրություն չկա, թե ռեսուրսներ չկային մյուս 3 պոչամբարի համար, ինչն է պատճառը, որ այն մյուս 3-ում հաղթող չի ճանաչվել։ Սա ուղղակի նախագիծը գծելու համար, ոչ թե իրականացնելու։ Սա ուսումնասիրվել է ամբողջապես այդ պոչամբարները, ուսումնասիրվել են, փաստաթղթավորվել է ինչը ինչ վիճակում է, ինչի կարիք կա։ Հիմա պետքա եւս մեկ մրցույթ հայտարարվի ռեկուլտիվացիան իրականացնելու համար։ Հիմա այդ ռեկուլտիվացիան արդեն ոչ թե մեխանիկական պետքա հող փռել, փոքր շերտով ծածկել այդ ամեն ինչը, այդպես պիտի չարվի, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա արդյունավետ չի, որտեղ Նազիկում մեկ անգամ արդեն արվել է այդ նույն ռեկուլտիվացիան։ Հիմա որոշում է կայացվել, որ կենսաբանական ռեկուլտիվացիա պետք է արվի, դա մի քիչ ավելի բարդ է, մի քիչ ավելի աշխատատար է եւ ավելի արդյունավետ process է։ Պետությունը, տեսեք, 22-ին մրցույթները հաղթել են, 25 թվականն ենք արդեն կես ենք հասնում, դեռևս չգիտենք ով պետք է իրականացնի, ոնց պետք է իրականացնի, ինչ պիտի արվի։ Իսկ ուսումնասիրությունը արվել է 19 թվականին, 6-րդ տարին է։ Այսինքն մենակ այս փուլի վրա 6-րդ տարի ծախսելը շատ թանկ ժամանակ է մեր համար։ Գուցե նախարարության, չգիտեմ, նախարարի կամ փոխնախարարների համար դա թանկ չի, որտեղ իրենք չեն ապրում ոչ դաստակերտի, ոչ Նազիկի կողքին, բայց այն բոլոր երեխաների համար, որոնք մեծանում են այդ պոչամբարների կողքին, այն բոլոր մարդկանց համար, որոնք ապրում են այդ տարածքներում, դա շատ թանկ ժամանակ է։ Եվ այսքան մեծ ժամանակներ եւ ժամկետներ կորցնել ինչ որ աշխատանքների համար շատ կարծում եմ ճիշտ չի։ Պետք է ամեն ինչ արագ կազմակերպել։ Հիմա
շրջակա միջավայրի նախարարությունը չցանկացավ խոսել մանրամասն մեզ բացատրել, թե ինչու մինչև հիմա չեն այդ ամեն ինչը չի կազմակերպվում, չեն ռեկուլտիվացվել, ինչու մինչև հիմա դաստակերտը այդ վիճակում է, չնայած արդեն ուսումնասիրվել է։ Մենք այդ ամեն հարցերը ուզում էինք տալ համապատասխան մասնագետին, որպեսզի մենք էլ հասկանայինք, թե մեր ընթերցողներն հասկանային, թե ինչու ենք մենք ապրում մի իրականություն, որտեղ 70 թվականից պոչամբար կա, որը հասել է մինչև մեզ, ոչ մի բան չի իրականացվել, չի կատարվել։ Փոխարենը նախարարությունից պահանջում են, որպեսզի դու ներկայացնես քո հյուրերին, հա, ու մեզ հարցազրույցում։ Այո, դա շատ աբսուրդային իմ փորձառության շրջանում առաջին նման դեպքներ, որ ասում են ամբողջ ֆիլմի բովանդակությունը մեզ պատմեք, այսինքն պիտի սցենարը ֆիլմի ուղարկեինք իրենց ամբողջ մեր բանախոսների խոսքերով, որ իրենք տեսնեին արդյոք դա ձեռնտու է իրենց կամ կուզենան այդ բանախոսի հետ նույն տեղում երևալ, թե չէ դա կներեք կմահաճ վերաբերմունքը, թե լրագրողների, թե լրատվամիջոցների, թե նաև այն մարդկանց նկատմամբ, որոնք առնչվում են այդ հարցերին։ Մանավանդ մենք այնպիսի լրատվամիջոց չէինք, որ չգիտեմ ինչ-որ շատ պրիմիտիվ հարցեր տայինք իրենց, մտածեին, թե լավ չարժե այդ մասին խոսել։ Մանավանդ նրանք նաև հարցերն էին մեզանից ուզել, թե ինչ շրջանակ է լինելու հարցերի, ես նախապես գրավոր ուղարկել էի հարցերի շրջանակը։ Նույնիսկ այդքանից հետո, այո, այդ հարցերին իրենք չնայած ճիշտն ասած պատասխանել են գրավոր այդ ընդհանուր հարցերին, որ ես ընդհանուր ասել եմ, որ այս հարցերի շրջանակներում ենք զրուցելու, իրենք փորձել էին գրավոր պատասխանել, որպեսզի տպավորություն չստեղծեին, որ չեն պատասխանում մեր հարցերին, բայց դրանք ընդհանուր ինչ-որ ձևակերպումներ էին, որոնք մանրամասն պարզաբանման կարիք ունեին։ Եվ ոչ միայն շրջակա միջավայրի նախարարությունը, այլ նաև ներքին գործերի նախարարությունը, որովհետև իրանք այդտեղ գործառույթ ունեին, չէ՞։ Այո, իրենք են հաշվառում պոչամբարները որպես վտանգավոր օբյեկտներ, իրենք պետք է մեզ տրամադրեին տեղեկատվություն, իրենք էլ չեն տրամադրել։ Թե կոնկրետ քանի հատ կա Հայաստանում։ Ոչ մի բան մեզ չեն ասել, թե կոնկրետ 23 թիվը ինձ շրջակա միջավայրի նախարարության փաստաթղթերից եմ ես սպեղել։ Իրենք ոչ մի բան չեն ասել, իրենք ուղղակի պատասխանել են, որ չի տրամադրում այդ տեղեկատվությունը, ինչպես որ ֆիլմում ցիտել էի ես։ Իսկ քո կարծիքով չեն տրամադրում, որովհետև չունեն, թե չեն տրամադրում, որովհետև ինչ-որ, չգիտեմ, ցանկություն չունեն կամ ռիսկեր են տեսնում ինչ-որ։ Իրենք բացատրել էին, բարձաբանել էին, որ ինչ-որ հրաման կա նախարարի հրամանի հիման վրա չեն տրամադրում, բայց այդ հրամանը նայեցինք մենք մեր փաստաբանի հետ էլ, որ մեզ չէր վերաբերում, ընդհանրապես պոչամբարներին չէր վերաբերում, թե այդ հրամանի գաղտնագրված էլ ինչ հրամաններ կամ հավելվածներ կային, մենք չենք կարող ասել, բայց ամեն դեպքում այդ հրամանով չէր կարգավորվում պոչամբարների մասը եւ իրենք պետք է ուղղակի մեզ ասեին, քանի պոչամբար կա, որտեղ են այդ պոչամբարները, ինչ ծավալով պոչանք կա այդ պոչամբարներում եւ որոնք են ռեկուլտիվացման ենթակա, որոնք են գործող։ Ես ենթադրում եմ, որ իրենք ամբողջական ինֆորմացիա նաեւ չունեն իրենց մոտ, այո, չեն գույքագրել ամբողջը, ինչպես որ լիքը այլ ոլորտներում, այո, չեն ունենում ամբողջական ինֆորմացիա, դրա համար խուսափում են ավելորդ պատմությունից, դա ամենահարմար ձևն է մերժելու լրատվամիջոցներին։ Իմ մոտ նաև մի հարց առաջացավ ֆիլմը դիտելուց հետո, փաստորեն ըստ մեր օրենքի, Հայաստանում գործող օրենքի, ընկերությունները գալիս են, ընդերքը օգտագործում են, շահույթ են ստանում, հարկ են վճարում եւ այլն, բայց իրենց թողած պոչամբարների ռեկուլտիվացիայի կամ կոնսերվացիայի պատասխանատվությունը պետության վրա է, ճիշտ եմ հասկացել։ Շատ հետաքրքիր հարց է, մենք էլ էինք փորձում հասկանալ, թե որտեղից է սկսվում իրենց ընկերության պատասխանատվությունը, որտեղից է վերջանում իրենց պատասխանատվությունը, որտեղից է սկսում պետության պատասխանատվությունը։ Երբ որ հանքը փակում են, հանքի փակման ծրագիր է ներկայացվում, եթե հանքն էլ է փակվում, պոչամբարի փակման ծրագիրն էլ ներառում է այդ փակման ծրագրի մեջ։ Կամ եթե հանքը դեռ շարունակում աշխատել ուրիշ պոչամբարա շահագործելու, պոչամբարի փակման ծրագիր է ներկայացվում, որը անցնում է շրջակա միջավայրի գնահատում, այդ շմագ փորձաքննությունները ամբողջությամբ պիտի անցնեն։ Այդ փակման ծրագրից հետո պոչամբարը ընկերությունը փակում է եւ հանձնում է պետությանը։ Պետությանն է հանձնում, որտեղ պետությունը սահմանել է շրջակա միջավայրի դրամագլխի վճար, որը վճարում է ընկերությունը ամբողջ գործունեության ընթացքում։ Դա գանձապետարան վճարվում ինչ-որ ֆիքս գումար է, որ ամեն ամեն ամիս թե երամսյա կամ թե տարեկան վճարվում է ընկերության կողմից
Եվ այդ վճարով ենթադրվում է, որ պետությունը հետագայում պիտի հոգա այդ Պոչամբարի ճակատագիրը։ Հիմա սովետական շրջանում դա ոնց է կարգավորվել, չեմ կարող ասել, բայց հիմա այդպես է կարգավորվում, որ փակում են, հանձնում են պետությանը։ Երբ որ պետության բալանսը մտնում այդ Պոչամբարը, պետությունը պետքա ստանձնի դրա ամբողջական եւ կառավարումը եւ ռեկուլտիվացումը։ Ու այդ գումարները դրա համար են նախատեսված։ Հիմա պետությունը ունի այդ գումարները, պիտի նախատեսի, որ ռեկուլտիվացնի արդեն իրեն հանձնված այդ Պոչամբարները։ Այդտեղ այդ սահմանը, հա, այդպես է ստացվում։ Պետությունը ինչի չի անում, այդ արդեն խոսացինք դրա մասին։ Այո։ Ռեսուրսների եւ այլնի, ցանկության եւ այլնի պակաս։ Շատ լավ։ Ես նաեւ ինձ հետաքրքիր է այս ֆիլմի վրա աշխատելու ընթացքում դու ինչ բարդություններ ես ունեցել, ինչ կան ինչ-որ բաներ, որոնց որ բախվել ես քո աշխատանքի վրա։ Միայն տեղեկատվության տրամադրման պակասներ, չտրամադրումներ, որ հավելյալ եւ ջանքեր եւ աշխատանք եւ մարդիկ էին ինձ պետք, որպեսզի այդ ոլորտից տեղյակ լինեն։ Ես կապում էի, ինչ որ բաներ հարցնում էի, ինչ որ բաներ իրենք էին հուշում, ոնց անեմ, ինչ անեմ։ Այսինքն համարյա բոլոր կողմերից բլոկավորել էին այդ Պոչամբարների մասին եւ համապատասխան այն գերատեսչությունը, որի տակ այդ բոլոր ինֆորմացիան հավաքված է, գլխավոր գերատեսչությունը ասում է ես չեմ տալիս տեղեկություն։ Հիմա դու գնա լրագրող որտեղից ես պեղելու, մի բան էլ սխալ անես, սկսելու են ես ինչ սխալ բաներ եք հրապարակել, չէ, բայց այն ժամանակ երբ որ մենք հարցումներ ենք անում, դա տևում է ամիսներ։ Այսինքն այս ֆիլմը մենք ամիս ու կես հետո նոր կներեք տարի ու կես հետո նոր հասցրել ենք հրապարակման։ Այդ նշանակում է, որ մենք այդքան հարցումների հետևներից ենք ընկել, այդքան մարդկանց ենք փորձել գտնել, բարձաբանումներ ստանալ։ Երևի թե այս ֆիլմում ամփոփված է մեր ողջ աշխատանքի 10%-ը, եթե չասեմ ավելի քիչը։ Այսինքն կրճատել ենք, չգիտեմ, փորձել ենք մինիմումի հասկանալի լեզվով փոխանցել ամբողջ ինֆորմացիան, բայց էլի ոնց որ հարցեր էին առաջացնում, թե որն է կոնսերվացումը, որն է ռեկուլտիվացիան։ Ամեն դեպքում փորձել ենք պարզ մատուցել, որ հասկանալի լինի։ Իսկ նաև շփվել ես մասնագիտական շրջանակների հետ, վստահաբար, իրենք խոսակցությունների ընթացքում ընդհանրապես ինչ են ասում այս խնդրի լուծման հետ կապված։ Վերջը էլի այսպես գնալու ենք, այսպես շարունակվելու է դանդաղ ոչինչ չանելը, թե ինչ են ասում ընդհանրապես, ինչ խոսակցություններ կան։ Տեսեք, եթե Պոչամբարը դեռևս ընկերության բալանսում է, ապա ընկերությունը պետք է խիստ վերահսկողության տակ գտնվի դերչական մարմինների կողմից։ Կոնկրետ մեր հարցման պատասխանում հստակ ասում եմ 5 տարվա ընթացքում որևէ Պոչամբար, որը ռեկուլտիվացման ենթակա է, չի վերահսկվել։ Այսինքն ցանկացածից արտահոսքը գնացել լցվել է գետեր եւ հասել է մեզ սննդային շղթայի միջոցով։ Այդ նշանակում է, որ պետական գերատեսչությանը չի հետաքրքրում այդ փաստը։ Ոնց կարող է 5 տարի որևէ ռեկուլտիվացված Պոչամբարից ուսումնասիրություն ստուգում չարվեր, գոնե այսպես ասած այն ամենամինիմալ ուսումնասիրությունները արվեր, թե ինչ վիճակում կարող է լորվա ջրհեղեղներից հետո նազիկ Պոչամբարը ամբողջությամբ վթարի է ենթարկվել, այդ ամբողջը հոսել է աղթալագետ։ Այսինքն դա շատ այսպես ասած բարձի թողի մոտեցում է պետական գերատեսչության կողմից։ Նույնը եւ առողջապահական կազմակերպությունների կողմից առողջապահության նախարարությունը վստահաբար որևէ ազդակիր համայնքից չի գնացել ոչ մի նմուշ վերցնելու կամ որևէ մարդու ուսումնասիրելու, թե ինչ ազդեցության տակ է կոնկրետ Պոչամբարի հետևանքով։ Այդ նշանակում է պետության մոտեցումը իր քաղաքացու նկատմամբ զրոյական է։ Չի հետաքրքրում քաղաքացու առողջությունը, բարեկեցությունը եւ իր երկրի շրջակա միջավայրը։ Շատ լավ, երևի ես մի քիչ տխուր նոտայի վրա էլ ավարտենք, հուսալով որ ինչ որ մի օր կփոխվի այս իրավիճակը։ Ամեն դեպքում մենք որպես լրագրողներ այս խնդրին միշտ անդրադարձել ենք հետքում եւ մեզ մոտ բնապահպանական խնդիրները միշտ մեր այսպես ասած խոշորացույցի տակ են։ Շատ շնորհակալություն Քրիստինե եւ աշխատանքի եւ հարցազրույցի համար, իսկ ֆիլմի հաղումը կլինի նկարագրության մեջ, անպայման նայեք, կիսվեք ձեր ընկերների հետ, շնորհակալություն, մեր շնորհանդիպում։ Ստեղծություն։ Հաջողություն։